Սիրելիներս, այսօր հունիսի 15-ն է, 2025 թվական, ես ուզում եմ պատմել 3 թե 4 օր առաջ տեսած իմ երազը, ճիշտ օրը չեմ հիշի, բայց դա այն օրներ, երբ Իսրայելը հարվածել էր Իրանին եւ հակառակը իրար հարվածեցին, ռմբակոծեցին։ Ես դրա մասին դեռ չգիտեի, երբ երազը տեսա, ամբողջ օրը մտածեցի, թե ինչ էր դա նշանակում, եւ ես ինչու տեսա հենց այդ գույների, այդ դրոշի ուղղաթիռ, որն ընկավ, սակայն երեկոյան ամուսինս ասաց, որ Իսրայելը եւ Իրանը հարվածել են իրար։ Շատերդ գիտեք, որ ես դեռ անց տարի սեպտեմբերից եմ տեսիլքներ եւ հայտնություններ տեսնում եւ պատմում, ինչ էր սպասում Իսրայելին եւ Իրանին, եւ դրանք կատարվում են արդեն ու սա դեռ միայն սկիզբն է, բայց ինչ եմ ուզում ասել, ինչու եմ պատմում սա։ Երբ ես այդ գիշեր տեսա Իսրայելի դրոշի գույներով ուղաթիռը, շատ անսովոր մեծ չափի ուղաթիռ, երկնքից եկավ ու ընկավ մեր հողին շատ մոտիկ, բայց երազում ես հասկանում էի, որ դա մեր հողն էր եւ մեր հողը չէր։ Ես հիմա հասկանում եմ, դա նշանն էր, որ Իրանն էր, քանի որ մենք սահմանակից ենք եւ մերը չէ, բայց մեր տարածքի վրա ազդեցություն ունեցավ եւ ես երազում տեսնում եմ Իսրայելի դրոշի նախշերով եւ գույներով ուղաթիռը երկնքից շատ անսպասելի ձևով ընկնում է գետնին։ Եվ երբ նա ընկնում է, ես այդ ժամանակ սկսում եմ գոռալ մարդկանց, որ վերջը եկել է, պիտի փրկվենք։ Բայց փրկվել այստեղ ֆիզիկական իմաստը չի, ես գոռում էի, բայց ինձ չէին լսում, դա այն է, ինչ կատարվում է արդեն մի տարի, ես գոռում եմ, բայց ինձ չեն լսում։ Հիմա երազում ես տեսնում եմ, որ Իսրայելի դրոշի նշանով ու գույնով ուղաթիռը ընկնում է մի հողի վրա, որը կարծես մեր հողն է, մեր հողի շարունակությունն է, բայց ես չեմ կարողանում հասկանալ այդ ինչ հող է։ Հիմա իրականում գիտեմ, որ դա Իրանն է։ Եվ երբ այդ ուղաթիռը ընկնում է, ես գոռում եմ, որ մարդիկ արդեն ժամանակը վերջանում է, պետք է փրկվենք։ Ես գոռում եմ, ասում եմ ռումբեր են ընկնում, բայց ես տեսնում եմ ռումբեր չեն, ինքնաթիռ է, ավելի ճիշտ ուղաթիռ։ Եվ ես սկսում եմ փախչել շատ արագ ու մարդկանց գոռում եմ փախեք ինչքան հնարավոր է հեռու։ Եվ մարդիկ ինձ նորից չեն լսում, ես փախնում եմ եւ մի քանի հոգի ընդամենը իմ հետ փախնում են հեռու ավելի ու այդ ինքնաթիռը, որ ընկնում է, ես գոռում եմ, ասում եմ վերջ ռումբերը ընկան։ Ու երբ նա ընկնում է, ես հասկանում եմ, որ դա ատոմային ռումբ է։ Ու իմ մեջ ես ինձ արդեն այդ վազքիս ընթացքի մեջ ասում եմ վերջ, մեռանք, սրանից փրկվել չի լինի, ինչքան էլ արագ վազենք։ Եվ երբ այդ հարվածը լինում է հողի վրա, գետնի վրա, ուրեմն ալիք է առաջանում, հզոր հարվածի ալիք, որը հողը ալիքաձև բարձրացնում է երկինք եւ մեզ էլ հողի հետ, երկիրը ուղակի տեղից կարծես ալիքի նման բարձրանում է վերև ու ալիք տալով իջնում է։ Եվ մենք մարդիկ այդ ալիքի մեջ բարձրանում ենք վերև ու ես հասկանում եմ, որ վերջ մահացանք։ Ես ուղակի գիտեմ, որ մենք մահացանք ու այդ ալիքը մեր մարմինները ձայնային եւ հարվածի ալիքի մեջ իրենք էլ ինչ որ վիբրացիայի ինչ որ ալիքի մեջ էին, մենք բարձրացանք երկինք ու ուժեղ հարվածով ընկան գետնին ու ես ասացի վերջ, մեռանք։ Բայց ընկնելուց հետո ալիքը շարունակվում էր ու ես հասկացա, որ չենք մահացել ու զարմացա, որ մենք չենք մահացել ու երազում հենց հասկացա, որ Աստված չթողեց, որ մահանամ, բայց այսպիսին էր երազը։ Այնտեղ, որտեղ որ ընկավ ռումբը, դա մեզ շատ մոտիկ էր, թեկուզ եթե նույնիսկ մեր հողը չէր, եւ դա մեր հողը չի, դա Իրանն է, միևնույն է թվում էր, թե մեր հողն է, որտեղ շարունակությունն էր կարծես, դա այն է, որ մենք սահմանակից ենք իրար շարունակություն ենք։ Սակայն այդ հարվածը այնքան ուժգին էր, որ Հայաստանի հողը ուղակի հարվածի եւ ձայնի ալիքից ալիքավորվեց ու բարձրացավ երկինք եւ իջավ ներքև, բայց մենք չմահացանք, ինչ է դա նշանակում, որ երբ որ գա ժամանակը մեծագույն հարվածները լինեն, ոչ թե նրանք ինչ որ հիմա են, այլ այն վերջնական ատոմային ռումբերի հարվածները լինեն, այո, մեր երկրում մենք մեր հողը այդ ձայնային եւ հարվածային եւ ճառագայթային եւ պայթյունի ալիքից մեր երկիրը հենց իր հողով բարձրանալու է ուղղակի երկինք եւ իջնելու է։ Այդ ալիքը հասնելու է մեր մոտ, մեր տներ։
Ես չեմ ասում, որ ձեզ վախեցնեմ, դա միևնույն է, լինելու է, դա արդեն մարգարեություն է, որը լինում է։ Այդ մարգարեությունները աստվածաշնչյան են եւ այդ մարգարեությունները նաեւ տրվել են ինձ դեռ անցած տարվանից եւ ամեն ինչ կատարվում է ճշգրիտ կերպով, այնպես որ մինչեւ վերջ ամեն ինչ կատարվելու է ճշգրիտ, ինչպես որ գրված է վերջին օրերի երկրային նշանների մեջ, թե ինչեր են լինելու։ Այսքանը մի փախեք իրականությունից, այլ փրկվեք Հիսուս Քրիստոսով։